այս կանոնը, որը հայ առաքելական եկեղեցու արդարադատության նախարարությունում գրանցված կանոնադրությամբ ունի իրավական, պարտադիր իրավական ուժ հոգևոր պաշտոնյաների համար, տեսեք ամենատ ես 5-4 դարի գիրք չեմ բերել, 2020 թվականի Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պաշտոնական հրատարակություն կանոնների պաշտոնական ժողովածու։ Այս ժողովածուն ասում է, որ օրինակ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի ինքը իրավունք չունի հաղորդակցվել մեր եկեղեցու սրբությունների հետ, ինքը եկեղեցից կանոնը ասում է եկեղեցուց դուրս պետք է մղվի եկեղեցուց, եւ ինքը իրավունք չունի, եւ նրա կողմից սրբություններին դիպչելը անգամ սրբապղծություն է։ Եթե Տիկին Հակոբյանն այդքան էլ չի հավատում նրան, թե իսկապես ինչ մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը հայ ազգի, հայ ժողովրդի համար, ես վստահ եմ, որ հիմա այս ձայնագրությունը լսելուց հետո մի փոքր ձեր հավատը կավելանա։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Նույնիսկ Վերջում իհարկե առաջարկում է նաև ծափահարել ինչպես Սամվել Կարապետյանին, այնպես էլ Ռուբեն Վարդանյանին։ Ես գիտեմ ինչու են իրենք ներդրում արել Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախն իրենց հայրենիքն է եւ նրանք սիրում են իրենց հայրենիքը։ Իսկ ինչու է հիմա Սամվել Կարապետյանը այս իշխանության օրոք կալանավորված եւ ինչու է Ռուբեն Վարդանյանը Ալիևի ռեժիմի օրոք կալանավորված, այդ հարցի պատասխանը ես եւս գիտեմ։ Ինչ այսօր տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում իսկապես վախի մթնոլորտ սերմանելու գործընթաց է։ Բոլորին թիրախավորել, կրկնում եմ, ոչ թշնամուն, ոչ հակառակորդին, ոչ իրական թշնամիներին, սեփական ժողովրդի ներկայացուցիչներին թիրախավորել, վախ սերմանել, միայն թե հնարավորինս երկար սեփական աթոռը պահելու համար։ Սիրելի ժողովուրդ, չվախենաք։ Մի վախեցեք մարդուց, ով ինքը ոտից գլուխ վախերի կծիկ է, վախենում է սեփական աթոռը կորցնելուց, որևէ կերպ չվախենակ, ես չեմ վախենում, 100 հազարավոր մարդիկ չեն վախենում եւ իսկապես չկա մի բանդ, որում կարող եք տեղավորել 100 հազարավոր մարդկանց, ովքեր պահելու են իրենց ինքնությունը, ովքեր լինելու են եկեղեցու կողքին եւ այն մարդկանց կողքին, ովքեր իսկապես արժեք են ստեղծում։ Շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ Տիկին Գրիգորյան, լրություն։ Առաջարկ կա։ Լավ, դալիճում լրություն, պարոն վարչապետ, դրա մասին ելույթի ժամանակ։ Շնորհակալություն, հարգելի փոխոսնակներ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, ես առհասարակ քիչ եմ խոսում, բայց երբ խոսում եմ միայն իրականությունից, ինչը որ մեր աչքի առաջ է եւ նախագիծը վերաբերվում է միայն հետեւյալը կառավարչական որոշակի գործիքներ են տալիս պետությանը, որպեսզի ել ավելի վերահսկելի լինի տնտեսվարողի կողմից, թե ինչ ընդունելի կամ անընդունելի աշխատանքներ է իրականացնում։ Օրինակ, մենք բազմիցս ենք լսել կորուստների մասին։ Ժամանակին 14-15% կորուստներ, 12% եւ այսօր, եթե չեմ սխալվում, կորուստների թիվը մոտավորապես 8% է, բայց ես լինելով էներգետիկ եւ աշխատելով բարձրավոլտ էլեկտրացանցերում ժամանակին եւ ունենալով համակարգում շատ ընկերներ, ես գիտեմ, որ այդ կորուստը 100%-ով գիտեմ, որ դա 8% չի, բայց կարա 3 լինի, կարա 5 լինի, բայց թեկուզ 1% թաքցնելը, քողարկելը, դա միլիարդավոր դրամների, գումարների մասին է խոսքը, որը պետք է պետությունը, այո, ուղիղ կառավարչական իր գործիքներով վերահսկի եւ հասկանա, թե ուր են այդ գումարները եւ
ովքեր են գրպանում այդ գումարները։ Սա այս մասով։ Հաջորդը, բեցի մասով։ Երբ որ այդքան ասում եք բարձրավոլտի մասին ես հասկանում եմ ինչի համար է հարգելի դիմադիր գործընկերներ ձեր մտահոգությունը, որովհետև 18 թվականին նույն բարձրավոլտ էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը 25 տարվով տրվել էր Տաշիր ընկերությանը հավատարմագրմամբ 25 տարի հավատարմագրմամբ տրվել էր Տաշիր ընկերությանը եւ հեղափոխությունից հետո 18 թվականին այդ process-ը չեղարկվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի արդեն իսկ վարչապետ լինելու ժամանակ ներողություն եմ խնդրում մի 2 րոպե Չէ, հնարավոր չէ 2 րոպե։ Եվ այդ ամեն ավարտում եմ, շնորհակալ եմ, ավարտում եմ։ Եվ այդ ամեն ինչը բարձրավոլտ էլեկտրացանցերը, որը 25 տարով տրվել էր Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ Տաշին ընկերությանը, դա չեղարկվեց։ Եվ ես շատ լավ հասկանում եմ ինչի համար է բարձրավոլտի մասով մի բան էլ ասեմ եւ Պարոն Համբարձումյան, չի լինի այդպես։ Ասելիքը շատ է, շնորհակալ եմ, ես հարակից եմ լինելու, ես կփորձեմ այդ ժամանակ այս բացը, ինչը որ չասցի, լրացնեմ, Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ հարգելի գործընկերներ, ես այսօր առավոտից սպասում եմ, որ ընդդիմադիր պատգամավորներ կան ֆավորիտ որոշները, որ կմոտենան այս ամբիոնին, կգոռան Ալլահու ակբար ու կպայթացնեն իրանց այս ամբիոնի մոտ, հաշվի առնելով թե ինչ ջանասիրությամբ են նրանք հրապարակային տիրույթում պաշտպանում իրավապահների կողմից վերջերս բացահայտված աննախադեպ տերորիստական ակտի փորձը, բայց իմ սպասելիքները չեն արդարանում։ Դրա փոխարեն առավոտից գոռում են, որ հեծը խլում ենք։ Իրականում ինչ է տեղի ունենում։ Հեծը իրենց պատկանող, իրենց երկրի սեփականությունից դարձվում է Հայաստանի Հանրապետության սեփականություն։ Սրա համար են այս ցնցումները։ Իսկ ինչ է հեծը։ Հեծը քրիտիկական ենթակառուցվածք է, ոչ թե գետնանցման ինչ-որ բիստրո, որը խլեն կամ չխլեն։ Իսկ մեր երկրի քրիտիկական ենթակառուցվածքների հետ ինչ է տեղի ունեցել բոլորիդ հայտնի է։ 2002 թվականի նոյեմբերին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք գույք պարտքի դիմացը ստորագրել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը։ Եվ Գազպրոմը, երկաթուղիները, Սևան Հրազդան կասկադը 7 հեկով 2002 թվականին նաև հեծը տրվել է այս մարդկանց երկրին, Ռուսաստանին, եւ հիմա շատ մեծ ցավ են ապրում, երբ որ դառնում է մեր երկրի սեփականություն։ Իսկ քրիտիկական ենթակառուցվածքները, որոնք մեզ չեն պատկանել, որպես մտրակ օգտագործվել են մեր դեմ, եւ ահա թե ինչի չի թանկացել գազը, օրինակ, մեկ գիշերվա ընթացքում ԵԱՏՄ մտնելու գնով։ Սրա համար է, որ այս մարդիկ մեծ ցնցումներ են ապրում։ Ցավոք ժամանակը կարճ է, բայց ամփոփելով ես ուզում եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, սիրելի քաղաքացիներ, քրիտիկական ենթակառուցվածք հեծը դառնում է ձեր սեփականությունը։ Շնորհակալ